Զրահակոչից ազատվելով։ Ես հիմա ես ինչ էի առաջարկում, ես առաջարկում էի, որպեսզի խստացնող մի շարք օրենքներ ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, դրա արդյունքում մեծանա զորակոչը եւ զորակոչի մեծանալը մեզ հնարավորություն տա զորակոչի ժամկետը կրճատելու։ Տեսեք, եթե մենք օրինակ կնդիցուկ, եթե մենք ունենանք երկու զինծառայող, ովքեր ծառայում են 2 տարի ժամկետով, մենք ունենում ենք 4 տարվա պարտադիր զինվորական ծառայություն, ճիշտ է։ Եթե մենք ունենում ենք 3 ժամկետային զինծառայող, ովքեր ծառայում են ամեն մեկում 1.5 տարի, մենք ունենում ենք 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչ եմ ուզում ասել, եթե մենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատում ենք 25%-ով, բայց կարողանում ենք 25%-ով կամ ավելի մեծ տոկոսով բարձրացնել զորակոչի թիվը, ունենում ենք միավոր ժամանակահատվածում ավելի մեծ թվով զինծառայողներ։ Այսինքն, եթե 2-ի փոխարեն մենք ունենում ենք 3 զինծառայող, մենք կարողանում ենք 4 տարվա փոխարեն ունենալ 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Կներեք, պատասխանում եմ հարցի շատ կարևոր հարց է։ Ասեք, լսում եմ։ Հիմա ինչա նախատեսվում։ Ես առաջիկայում փորձելու եմ նկրկին շրջանառության մեջ դնել իմ օրենքի նախագիծը, որպեսզի կանխեմ այն արատավոր երևույթը, որը կա Հայաստանի։ Ըստ իս պետք է խնդիրներ լուծվեն փաթեթով, որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիկների թվի նվազում։ Ասեք օրինագիծը որ փուլում է եւ նաեւ դուք խոսել եք կներեք խնդրում եմ մեր այդպես հարցի մի տեղ։ Նորություն չի ԿՊ-ում։ Չկա նման անհանգստություն։ Ես ուզում եմ հարցնել օրինագիծը հիմա ինչ փուլում է եւ դուք նաեւ տոկոսներով եք խոսել, որ 18 տարի լրացածների քանի տոկոսն է գնում պարտադիր ժամկետային ծառայության, որքանով է ճիշտ է տոկոսներով խոսելը եւ կա դրա իրավունքը։ Այո, կա դրա իրավունքը, տոկոսներով խոսելու նպատակը նա է, որպեսզի մեր հանրությանը բացատրենք, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ փոփոխություններ պետք է կատարենք, որպեսզի այս իրավիճակը մեղվի։ 2022 եւ 2023 թվականներին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների 31.4% միայն։ Այսինքն մոտ 70%-ը չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, ինչ խնդիրների պատճառով։ Ես նաև հանձնաժողովի նիստում մանրամասն նշել եմ, թե քանիստ են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, քանիստ են մեկնել ուսման չեն ներկայացել ուսման գնալուց հետո, քանիստ են առողջական խնդիրների պատճառով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ այս ուսումնասիրությունը ես անում եմ դեռևս 2019 թվականից եւ հաճախ խոսք է գնում եւ այո վարչապետին ներկայացրել եմ եւ հաճախ եւ խոսքը գնում է որ Հայաստանում բանակը կամ Սարգսյան Հայկի նախագիծը վերաբերվում է նրան որպեսզի աղքատները ծառայեն եւ հարուստները չծառայեն ես պարզ բան եմ ասում դեռևս 2019 թվականին ես հարցում եմ արել այն ժամանակվա կրթության նախարարին հետեւյալն է եղել Քանի քաղաքացիներ են արական սեռի մեկնել Հայաստանից ուսման նպատակով ստացել տարկետում, նրանցից քանիսն են վերադարձել։ Եվ հարցման պատասխանը նախարարի ստորագրությամբ եկել է, որ կրթության նախարարությունը նման հաշվառում չունի։ Այսինքն մենք տարիներով տվել ենք տարկետում մեծահարուստների կամ հարուստների երեխաներին, որտեղ նրանք կարող են ուսման մեկնել լավագույն համալսարանները աշխարհի, Լոնդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ փաստացի որևէ հաշվառում չի վարվել, նրանք հետ վերադառնում են, թե ոչ, մինչ օրս էլ նման հաշվառում պատշաճ չի վարվում։ Եվ մենք տարիներով շարունակ տալիս ենք տարկետում այս խմբի անձանց, ովքեր ենթադրաբար հարուստ են կամ առնվազն աղքատ չեն, նրանք մեկնում են եւ մեծամասամբ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն, մինչեւ 27 տարին լրանալը, որտեղ ուսում են ստանում, ծախսում են մեծ գումարներ։ Հիմա կներեք Հիմա ասեմ։ Եվ նաև ունենք մեծ խումբ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչև 18 տարին լրանալը։ Եվ 18 տարին լրանալուց հետո նրանք այլևս զինապարտ չեն։ Իմ հարցերը բարձրացրած եւ իմ նախագծերը վերաբերվել են այս կետերին, որովհետեւ մենք փակենք քաղաքացիությունից հրաժարվելու ճանապարհը, որովհետեւ մենք փակենք ուսման նպատակով տարկետում ստանալու եւ դուրս մեկնելու ճանապարհները եւ նաեւ փակենք առողջական խնդիրների պատճառով ծառայությունից խուսափելու ճանապարհները։ Սրա արդյունքում ունենանք զորակոչի
միջև կրկնակի աճ, այսինքն 31%-ի փոխարեն բանակ զորակոչվի 60%-ը, սրա արդյունքում կարող ենք նաև ծառայության ժամկետը կրճատենք եւ դա նպաստ կբերի այն քաղաքացիներին, ովքեր այսօր ուզեն մեկնում են ծառայության, որովհետեւ չունեն հարուստ ծնողներ, չեն կարողանում մեկնել արտերկրի սովորելու, չեն կարողանում հրաժարվել քաղաքացիությունից կամ չեն կարողանում այլ միջոցով ստանալ ոչ պիտանելիության թուղթ։ Սա է ամբողջ նախագծի իմաստը։ Դուք Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի թույլ տվեք ես իմ հարցը տամ պատասխանի։ Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի միջև կապ տեսնում եք արդյոք թե ոչ եւ կարծում եք որ այդ կապը որևէ ազդեցություն ունի այս պատմության վրա։ Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցը։ Դուք լրագրող եք, դուք կարող եք այդ հարցի պատասխանել։ Եվ ասում եք, որ այդ ամբողջ խնդիրները լուծելով, հետո նաև հնարավորություն ստեղծվեց կրճատել ծառայության ժամկետը, այդ կբարձրացնել Հիմա այդ ամբողջը չլուծված զորակոչի զորապարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է, սա ինչ խնդիր կարող է առաջացնել։ Տեսեք, իմ նախագիծը, որը ես շրջանառել եմ, կառավարության նիստում, այո, փաթեթային լուծումը, կառավարության նիստում ստացել է դրական եզրակացություն եւ զեկուցողը պաշտպանության նախարարն էր, ով իմ բարձրացրած խնդիրները երկրորդում էր եւ ասում էր այո մենք ունենք նման խնդիրներ կապված զորակոչի թվի հետ, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ, մյուս դեպքերի հետ եւ ասում էր որ անհրաժեշտ է որպեսզի մենք ընդունենք падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագիծը։ Նախագիծը տապալվեց ազգային ժողովում, որովհետեւ ընդդիմադիր մեր գործընկերները եւ նաեւ իշխանության գործընկերներից մեկը արդեն նշեցի, դեմ քվեարկեցին հանձնաժողովին։ Ես պատասխանում եմ ձեր հարցին, այն հարցին, թե փաթեթային ճիշտ է անել, թե ոչ։ Ես իմ կարծիքը եւ նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնական կարծիքը եւ նաեւ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, որը եկել ազգային ժողով, հետեւյալն է, որ այո, պետք է խնդիրները լուծվեն փաթեթային։ Հիմա իրենք նախագիծ են դրել, որը փաթեթային չի, պարոն Սարգսյան։ Ճիշտ եք ասում, շատ ճիշտ է։ Ինչ խնդիր կառաջացնի։ Ես դրա հետ կապված օրերս նաեւ գրություն եմ գրել պաշտպանության նախարարին, շնորհակալություն եմ հայտնել, որ իմ առաջարկած կետերից մեկը պաշտպանության նախարարությունը շրջանառել է, նաեւ Իմ գրության մեջ հայտնել եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում եմ, որ այս խնդիրները պետք է լուծվեն փաթեթային, որովհետև մենք սրա միջոցով պետք է նաև կանխենք քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Բանավոր զրույցում նախարարը ասել է, որ կիսում եմ կարծիքը եւ առաջիկա պետք է քննարկումներ ունենանք։ Սակայն դեպքում Վաչ Շորժայի հետ կապված ձեզ է պատկանում Սևան ազգային բանկի մեջ ինչ որ խնդիրներ կա դրա հետ կապված, որ Ալեն Սիմոնյանը դիմել է։ Երբ որ դիմել ենք տհա ձեր հարցով հիմքում ինչ են դրել, դա ես դրա հետ կապված արդեն ասեցի, այլ հարցեր, եթե օրենսդրական նախագծի հետ կապված հարցեր ունեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ուրիշ հարց կա։ Ասեք։ Չեմ ցանկանում, կներեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ասեք, խնդրում եմ Ժողովի ջան։ Չեմ ցանկանում։ Արեք ջան, չեմ ցանկանում ձեր հարցին պատասխանել։ Ունեք այլ հարց, ասեք։ Որովհետև կարծում եք նոր խնդիրներ կառաջանան ձեր համար։ Ասեք։ Ես առաջարկում եմ դա ապրես։ Հիմա փաթեթը, որ դուք շրջանառել եք, պատրաստում եք, ինչ որ այնտեղ հայտարարություն եղավ, որ աշխատեք, եթե որից դա կլինի։ Պատրաստում եք, օրինակ, այս նախագիծը որտեղ նաև կցին այդ իրենց փաթեթը։ Ես դրական եզրակացություն ստացած նախագիծը մի փոքր խմբագրել եմ եւ նորից կարծիք եմ ուղարկել կառավարության գործընկերներին աշխատանքային կարգով։ Նորից նույն պատասխաններն են եկել, որ կառավարության գործընկերները կողմ են նախագծին եւ եկել են այն առաջարկները, որոնք եկել են նախկինում, որոնց մեծ մասը տեխնիկական են, ես ընդունել եմ։ Եվ նաև նախագիծը ես շրջանառել եմ մեր գործընկեր падգամավորների միջև, ուղարկել եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր падգամավորներին դեռևս հունիսին, խնդրելով մինչև սեպտեմբերի 15-ը տալ առաջարկներ կամ կարծիքներ եւ 2-3 ամսվա ընթացքում որևէ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր որևէ կարծիք ոչ գրավոր, ոչ բանավոր ինձ սրա մասին չի հայտնել։ Այսինքն կարելի է ենթադրել, որ այդքան շահագրգռված այս նախագծով։ Ես ինչու եմ շահագրգռված նախագծով, դրա մասին տևական խոսել եմ եւ ներկայացրել եմ լրատվական կայքերին։ Հիմա ասեմ ինչու եմ ես շահագրգռված եղել, որովհետեւ տեսել եմ խնդիր, որ չի կարելի լինի մեր երկրում, երբ մենք ունենք անվտանգային խնդիրներ, բանակ զորակոչվի, զորակոչի ենթականների 31.4%-ը։ Եթե որևէ մեկը գտնում է, որ այստեղ խնդիր չկա, ես չեմ կիսում իր կարծիքը եւ գտնում եմ, որ կա խնդիր։ Եվ իմ շահագրգռվածությունը միայն կապված եղել սրա հետ, որպեսզի ես փորձեմ իմ օրենսդրական գործունեությամբ ի նպաստ մեր երկրի բարձրացնել զորակոչի թիվը, սա եղել է ամբողջ խնդիրը։ 30%-ն է զորակոչվում, մյուս կողմից էլ կրճատվում է։ Դուք դեմ կքվեարկեք, եթե այդ տեսքով գա։ Հիմա տեսեք,
2024 թվականին, երբ ես այս վերլուծությունները ներկայացրել եմ կառավարությանը, արդեն իմ առաջարկած մի շարք կետեր իրականություն են դարձել եւ զորակոչի թիվը բավականին բարձրացել է, այսինքն հիմա ոչ թե բանակի զորակոչում 31%-ը, այլ շատ ավելի մեծ տոկոսով քաղաքացիներ։ Բայց այսօր փոխնախարարը ասում է, որ մեկը շարունակում է մնալ Այո, շարունակում է մնալ խնդիր, բայց 31%-ից ահագին բարձրացել է այս փոփոխությունների արդյունքում։ Նախընտրական փուլում սա քաղաքացիներին այսպես շահագրգռելու նպատակով չի, եթե խնդիրները լուծված չեն։ Զորակոչի ժամկետի կարճատման մասին դեռևս 2018 թվականից խոսակցություններ կային, այն ժամանակ դեռևս նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր այս մասին խոսում հիմնականում փակ քննարկումների ժամանակ։ Տեսեք, երբ մենք խոսում ենք ժամկետային զինվորական ծառայությունից, մենք աշխարհում պետք է նայենք նաև օտարերկրյա փորձը, պետք է նայենք նաև մեր հարևաններին եւ ինչա տեղի ունենում աշխարհում։ Օրինակ մեր հարևան Վրաստանը 1 տարի է պարտադիր զինվորական ծառայություն, Ադրբեջանը 1.5 տարի է եւ այսպես շարունակական երկրներ, որ ավելի քիչ ժամկետով է պարտադիր զինվորական ծառայությունը։ Մենք պետք է հասկանանք, մեզ ինչ է պետք պարտադիր զինվորական ծառայությունից։ Իմ գնահատմամբ մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք մեր զինծառայողներին հնարավորինս մեծ թվով զորակոչ ապահովել եւ հնարավորինս կարճ ժամկետում նրանց պատրաստել եւ ուղարկել պահեստազոր։ Այսինքն, որպեսզի մենք նրանց չպահենք 2 տարի ժամկետով, նրանց վրա ծախսենք օրական 3000 եւ պլյուս դրամ սննդի վրա, հագուստի վրա եւ այլն եւ այլն եւ այլն, մենք պետք է փորձենք կատարելագործել մեր պատրաստության ժամկետը, որպեսզի մենք նույն պատրաստությունը, որը տվել ենք նախկինում 2 տարի ժամկետում, տանք 1.5 տարում կամ եթե հնարավոր է ավելի կարճ ժամկետում նախագծին կողմ եմ եւ գտնում եմ, որ պետք է մյուս փաթեթային լուծումները պետք է սրա հետ զուգահեռ արվեն։ Եթե չեն արվում զուգահեռ Կարվեն, վստահ եմ, որ կարվեն։ Տեսնում որ պաշտպանական բյուջեում 15% կրճատում է իրականացնում պաշտպանական ծախսերի հետ կապված 2026 թվականին։ Սրա հետ կապված վարչապետը տվել է հիմնավորումներ, տեսեք, դինամիկայի մեջ երբ նայում ենք, պաշտպանական ծախսերը չեն նվազել։ Նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց 2-3 տարվա առաջվա համեմատ աճը պահպանվում է, այսինքն մենք 2024-ին ունեցել ենք կտրուկ աճ, կապված եղել գնումների հետ, հիմա այդ գնումները չունենք, աճը դինամիկ շարունակելու է, այսինքն այն աճը, որ եղել է 2018 թվականից պահպանվում է։ Բայց այսինքն նաև խնայողություններով եք գործում այդ հարցերը լուծել, այսինքն Տեսեք, նաև խնայողություններով ենք լուծում եւ նաև ես մեկ այլ կարևոր նախաձեռնությամբ նույնպես հանդես եմ եկել, դրա մասին գրավոր հայտնել եմ նաև կառավարության ղեկավարին եւ պաշտպանության նախարարությանը, որն է եղել դա, ես գտնում եմ, որ պաշտպանության նախարարության գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց Այսինքն այն գնումները, որոնք անմիջապես կապված չեն զենք զինամթերքների հետ, դիրքերի հետ, պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորին շատ մատակարարներ մասնակցեն մրցույթներին։ Կապված օրինակ սննդի մրցույթների հետ, հագուստի մրցույթի հետ, ատոմի մածուկի մրցույթների հետ, դրանք պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորին շատ բիզնեսմեններ մասնակցեն, ինչու չեն շատերը մասնակցում փակ ընթացակարգով մրցույթներին, որովհետև պարտադիր պահանջ կա, որ պետք է ԱԱԾ-ով անցնեն որոշ աշխատակիցների, նվազագույնը 3 աշխատակիցներ պետք է ունենան այդ ընկերությունները գաղտնի բաժին, գաղտնի թղթաբանություն, ունենան փակ ինչ-որ կահավորված սրահներ եւ այլն, եւ բազմաթիվ բիզնեսմեններ ուղղակի չեն ցանկանում փակ ընթացակարգերով մրցույթների մասնակցելու։ Սրա արդյունքում մասնակցում են քիչ թվով ընկերություններ եւ ունենում ենք հաճախ որակի գնի հետ կապված խնդիրներ։ Առաջիկայում եւ գնումները նախատեսվում է իմ առաջարկը ընդունվել է, մենք նաև ազգային ժողովում քննարկում ենք անցկացրել պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եւ իմ առաջարկը ընդունվել է եւ առաջիկայում նախատեսվում է որ 2026 թվականին գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Սրա արդյունքում վստահաբար մենք 2026-ին կունենանք եւ խնայողություններ եւ որակի բարձրացում։ Ճշտողված է որ դուք ասում եք 30% զորակոչվել են, այդ որ թվականին, չէ՞ որ թվականին 2022-2023 թվականին։ Իսկ 24-25-ի տվյալները գիտեք ինչ։ 2024-ին ունեցել ենք մոտ 4% աճ, 2025-ը դեռևս չենք ամփոփել, առաջիկայում կամփոփենք։ Պարոն Սարգսյան, իսկ ինչպես եք նայում այն հարցին, որ Ադրբեջանը վերահսկում է, որպեսզի մեր բանակը զենքով, զինամթերքով չզինվի, իսկ ինքը ամեն օր զենքեր է գնում։ Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ Ադրբեջանը հսկում է, որպեսզի մենք չզինվենք, մենք ունենք մեր քաղաքականությունը, Ադրբեջանը իր քաղաքականությունը, մենք գնում ենք լուծելու մեր խնդիրները, որոնք մեր երկրի առջև ծառացած են։ Բայց հարցերը առաջացնում են, որ Ադրբեջանը օրորից զինվում է, իսկ մենք որոշում ենք պետք է խնայողություն անենք, մասնավորապես պաշտպանական ոլորտում։ Օրինակ դա ընկալելի չէ։ Խնայողությունները միշտ պետք է անել, եթե որևէ ապրանք կարող է ձեռք բերել, օրինակ 1000 դրամ ավելի պակաս գնով, դու պետք է փորձես դա ձեռք բերել 1000 դրամ ավելի պակաս գնով, որպեսզի ավելի արդյունավետ ծախսես քո միջոցները։ Տեսեք, պետական բյուջեն դա բոլորիս հավաքական բյուջեն է,
3 միլիոնից հավաքական գումարն է եւ մենք պետք է փորձենք դա ծախսել արդյունավետ գնումները կատարել թափանցիկ արդյունավետ որովհետեւ կատարենք բարձր որակի գնումներ հնարավորինս էժան գներով սրա արդյունքում ունենալով խնայողությունները ուղղելով այլ ավելի արդյունավետ ծախսերի շնորհակալ եմ